Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Վարչապետը եւ դեսպանները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների ընթացիկ օրակարգը, վերջին շրջանում արձանագրված առաջընթացը եւ հետագա համագործակցության հեռանկարները։ Մտքեր են փոխանակվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի արդյունքում տարածաշրջանում ձևավորված իրավիճակի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված քայլերի, այդ թվում TRIP եւ խաղաղության խաչմերուկ նախագծերի շուրջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաեւ դեսպաններին հետաքրքրող հարցերին։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ներմուծված ցորենով հայ հասարակությանը հերթական զիջումներին են նախապատրաստում։ Ես ենթադրություններ ունեմ, որ Ադրբեջանը հերթական պահանջն է ներկայացրել հայկական կողմին։ Տարածքների մասով Նիկոլ Փաշինյանը անոնսել է, ասելով, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն։ Հերթական զիջումների նախապատրաստական փուլն է կազմակերպվում, ասել է Դանիելյանը։ Պատգամավորը նաև նշել է, որ պատրաստվում են հարցումներ ուղարկել պետական մարմիններին հասկանալու համար, թե ղազախական ցորենի ինքնարժեքը որքան է։ Եվրոպան հայտնվել է պատերազմի եւ խաղաղության միջև դաշինքի տարածքի վրայով թռչող անօդաչու թռչող սարքերի պատճառով։ Այս մասին հաղորդում է ամերիկյան The Wall Street Journal թերթը։ Եվրոպան ներկայումս հայտնվել է պատերազմի եւ խաղաղության միջև։ Վերջին շաբաթներին լրատվամիջոցների վերնագրերը լցվել են օդանավակայանների վրայով խորհրդավոր անօդաչու թռչող սարքերի հայտնվելու եւ թռիչքների խափանումների մասին հաղորդագրություններով։ Եվ սա միայն սարսեբեկորի գագաթն է, հաղորդում է թերթը։ The Wall Street Journal-ի փոխանցմամբ եվրոպացի առաջնորդները կասկածում են, որ Ռուսաստանը ենթադրաբար կանգնած է ավերիչ հարձակումների ամբողջ շարքի հետևում։ Ամերիկյան Military Watch Magazine հրատարակության տվյալներով թագավորական ծովային հետևակի հատուկ նշանակության ուժերը պլանավորում են ափամերձ ռեյդեր եւ Ռուսաստանի ափերի մոտ նավթային հարթակների գրավում։ Զորավարժությունները տեղ են ունեցել Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև լարվածության աճի շրջանում, քանի որ հնարավոր են հարձակումներ ռուսական ավատորմի եւ նրա նավթային ենթակառուցվածքների վրա, եթե ռազմական գործողությունները շարունակվեն սրվել։ Հրապարակման համաձայն բրիտանական զինված ուժերը թագավորական ծովային հետևակի հատուկ նշանակության ուժեր են տեղակայել 42-րդ եւ 47-րդ կոմանդոսական ստորաբաժանումներից որպես նավերին գաղտնի նստելու եւ հարթակներ գրավելու համար նախատեսված աշխատանքային խմբի մաս։ Զորավարժությունները անցկացվել են Բալթիկ ծովի արևելքում ուկրաինական ճակատի մոտ։ Սիրիան մտել է նոր դարաշրջան եւ զարգացման ռազմավարություն կկառուցի Միացյալ Նահանգների հետ։ Այս մասին հայտարարել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարան ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները այլևս Սիրիան չի դիտարկում որպես անվտանգության սպառնալիք։ Դամասկոսն այժմ Վաշինգտոնի աշխարհաքաղաքական դաշնակիցն է։ Ալ-Շարան պարզաբանել է, որ Սիրիայում կարող են իրականացվել խոշոր ներդրումային նախագծեր, մասնավորապես բնական գազի արտադրության ոլորտում։ Ուկրաինայի ազգային բանկի տվյալների համաձայն, որոնք վերանայվել է 10-ի կողմից, Ուկրաինան մինչև 2025 թվականը ֆինանսական օգնություն չի ստացել Միացյալ Նահանգներից։ Տվյալները ցույց են տալիս ստացումներ եվրոպական երկրներից, Եվրամիությունից դուրս գտնվող G7 երկրներից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ճապոնիայից, ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամից եւ Համաշխարհային բանկից, բայց ոչ Միացյալ Նահանգներից, նշվում է զեկույցում։ Հաղորդվում է, որ Թրամփի ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը դադարեցնելու վարչակազմի որոշման պատճառով Ուկրաինան այս տարի կորցրել է մոտ $2.9 միլիարդ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է Ուկրաինային ֆինանսավորումը եւ փոխարենը շահույթ է ստանում ՆԱՏՕ-ի խողովակներով զենքի մատակարարումներից։ Մենք այլևս գումար չենք ծախսում, հիմա մենք վճարում ենք ՆԱՏՕ-ի միջոցով, հայտարարել է ամերիկացի առաջնորդը։ Նոյեմբերի 11-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծած իրավիճակը այլևս չի սպառնում երրորդ համաշխարհային պատերազմի։ Նոյեմբերի 8-ին ամերիկացի առաջնորդը կրկին մեղադրել է Ռուսաստանին ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ցանկության բացակայության մեջ։
ԵԱՏՄ-ից դուրս գալը մեծ հարված է հասցնելու Հայաստանի տնտեսությանը։ Նման դիտարկում են անում փորձագիտական տարբեր շրջանակներ, հավելելով, որ այսպիսի զարգացումների դեպքում Հայաստանը կկորցնի արտահանման ծավալների մեծ մասը։ Տարբեր տվյալների համաձայն վերջին տարիներին ԵԱՏՄ արտահանումը հնգապատկվել է։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Եվրոմեդիայի հետ զրույցում նշում է, ԵԱՏՄ-ից դուրս գալը կոլապսի է ենթարկելու Հայաստանի տնտեսությունը, ինչն էլ իր հերթին լուրջ սոցիալական ճգնաժամ է առաջացնելու։ Ես հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունը նման արկածախնդրության չի գնա, որովհետև դա բերելու է տնտեսական կոլապսի, տասնյակ հազարավոր մարդիկ զրկվելու են աշխատատեղից, սոցիալական այնպիսի լարվածություն ալնելու, որի հետևանքները ուղղակի հնարավոր չի որևէ այլ բանով փոխհատուցել։ Լավ է, դա վատ է, հիմա ուրիշ քննարկման թեմա է դա։ Տնտեսության մեծ մասը կողմնորոշված է դեպի ԵԱՏՄ շուկաները։ Այսինքն այդ ուղղակի անմիտ քայլ կլինի։ Իհարկե ես հասկանում եմ, որ Հայաստանի գործող իշխանությունը արկածախնդրության մասը դասացույց տալու, բայց ես կարծում եմ նույնիսկ իրենց քաղաքական շահերից ելնելով նման արկածախնդրության չեն գնա։ Դե եթե սոցիալական այնպիսի լարվածություն առաջանա, որը վտանգի քաղաքական կայունությունը, դա իշխանության շահերից բխում է թե ոչ։ Իհարկե Եվրամիության թեման իրենք մեծ ծիրով շահարկում են, գիտեք ինչ նպատակով, որպեսզի հակառուսականության վրա ձայներ հավաքեն։ Բայց այլ բան է, երբ որ հռչակագրային մակարդակով իրանք այդ մասին խոսում են, այլ բան է, որ արկածախնդրության գնալով օրենք են ընդունում ԵՄ-ին անդամակցության գործընթացի մասին։ Մեկ այլ բան է, եթե ԵԱՏՄ-ից դուրս գան։ Դա կլինի պրակտիկալ, որը կբերի տնտեսական սոցիալական համակարգերի փլուզմանը։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ պնդում է, հայկական ապրանքների արտահանման ամենաապահով շուկան ԵԱՏՄ-ն է, որին այլընտրանք այս պահին չկա։ ԵԱՏՄ-ից դուրս գալու խոսակցություններն ու առաջարկությունները ոչ միայն չեն բխում Հայաստանի Հանրապետության շահերից, այլ նաև քաղաքական հիմարություններ են ու մարավ։ Հայաստանի գյուղատնտեսական ապրանքների արտահանման առողջի բաժինը ռուսական ու եվրասիական շուկան է։ Ես ուզում եմ հասկանալ այդ նման ցնդաբանություններ ասողներին։ Հայկական կոնյակը, գինին, խմիչքը, գյուղատնտեսական ապրանքը, չրեղենը, այլ ապրանքներ, այդ որտեղ եք իրացնելու։ Մի հատ այսօր նայեք, տեսեք, այդ մեր հազարավոր գյուղատնտեսական անետնտեսություններ կան, որտեղ խաղաղագործություն է, խաղը որ հանձնում են։ Պետք է իրացնեն, չէ՞ տնտեսվարողները, որտեղ են իրացնելու։ Ֆրանսիայում հայկական կոնյակ են վաճառելու, թե բանում Նորվեգիայում ու Ֆինլանդիայում հայկական օղի են վաճառելու։ Դե Եվրասիական տնտեսական միությունը 300 միլիոնանոց շուկա է, որը հնարավորություն է տալի հայկական տնտեսությանը շնչել։ Իսկ եթե Եվրասիական տնտեսական միությունից հրաժարվեն, կդառնան թուրքական տնտեսության կլանման օբյեկտ։ Թուրքիը թողնելու են, որ իրանց ապրանքների փոխարեն Եվրոպա հայկական ապրանքներ գնա, կամ դիմանալու են թուրքական ապրանքների էքսպանսիային։ Իհարկե ոչ։ Եվ դա հղի է լուրջ վտանգով, հազարավոր տնտեսություններ գյուղատնտեսական, խաղաղագործական, մի բանջարեղեն են արտահանողները, վարկի տակ ճռալու են եւ վերանալու են։ Դրանով ավելանալու է գործազուրկների ու աղքատների բանակը։ Այսպիսով տարբեր վերլուծություններ վերահաստատում են։ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, կազմելով երկրի արտաքին առևտրի շրջանառության գրեթե կեսը։ Հայկական արտահանման մեծ մասն ուղղվում է հենց ռուսական շուկա։ Մասնագետները պնդում են, ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի շուկաների, աշխատատեղերի եւ սոցիալական կայունության կորստի։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դստեր Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով։ Լրատվամիջոցներին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Ավելի վաղ հայտնել ենք, որ դատավոր Նաիրա Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են։ Դատախազությունը դիմել է բարձրագույն դատական խորհուրդ դատավոր Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությամբ, որն էլ բավարարվել է։
Սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի եւ այդ գործընթացի որևէ փուլում պետք է անդրադարձ կատարվի անկլավների հարցին, հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Պետք է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի բոլոր արձանագրությունների հաստատումից հետո կնքվի պայմանագիր, որը պետք է վավերացվի։ Պետք է տեղի ունենան սահմանազատման աշխատանքներ, հետո Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը կորոշեն անկլավների թեմային, ինչպես անդրադառնան, եթե հանկարծ որևէ սցենարով որոշվի, որ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը տարածքներով փոխանակվեն, այդ հարցը չի կարող տեղի ունենալ առանց հանրաքվեի։ Այդ հարցով հանրաքվե պետք է տեղի ունենա, ասել է նա։ Ըստ Խանդանյանի, հետագա հանդիպումների ժամանակ սահմանազատման հանձնաժողովները կքննարկեն այդ հարցը։ Սա մի հարց է, որ ամբողջությամբ հանձնաժողովների տիրույթում է, այստեղ քաղաքական, աշխարհաքաղաքական բան չկա, նշել է նա։ Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել հնարավոր բոլոր մտահոգությունները, որոնք Հայաստանը կարող է ունենալ երկկողմ հարաբերությունների հետ կապված, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, մեկնաբանելով Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմների մասին տեղեկությունները։ Մարիա Զախարովայի խոսքով Մոսկվան հիբրիդային պատերազմներ չի վարում եւ հարգում է ցանկացած ժողովրդի ինքնիշխան ընտրությունը։ Պաշտոնյան հավելել է, թե նման վարքագիծը հատուկ է Արևմուտքին։ Պատրաստ են քննարկել հայ գործընկերների հնարավոր մտահոգությունները, ինչպես խորհրդարանական գծով, այնպես էլ պրոֆիլային գերատեսչությունների միջև մեր առաջարկած խորհրդակցությունների շրջանակում, այդ թվում, եթե անհրաժեշտ է, ռուս-հայկական հարաբերությունների շուրջ ձևավորվող տեղեկատվական ֆոնի շտկման նպատակով, նշել է Զախարովան։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ Ռուսաստանը միշտ եղել է եւ մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը ու միշտ անապահ օգնության է հասնում երկրին։ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը հրաժարվել է ասել, թե քանի միջուկային մարտագլխիկ ունի երկիրը իր զինանոցում, նշելով, որ երկիրը բարձրացնում է իր պաշտպանական կարողությունները տարբեր ոլորտներում։ Դա գաղտնիք է, ես ձեզ չեմ ասի մարտագլխիկների քանակը։ Դա գերգաղտնի է, ասել է նա Եվրոպա 1 ռադիոկայանի եթերում հրաժարվելով հաստատել հաղորդավարի կողմից մեջբերված 290 մարտագլխիկների մասին տեղեկությունը։ Բայց կարող եմ ասել, որ մեր երկիրը իսկապես զինվում է բոլոր ոլորտներում, քանի որ եթե նայեք Ուկրաինայի փորձին, պարզ է դառնում, որ մենք պետք է զինվենք բոլոր ոլորտներում, այսինքն անօդաչու թռչող սարքերով, անօդաչու թռչող սարքերի դեմ սարքավորումներով, իհարկե, բայց նաև հետևակային ուժերով եւ ավիացիայով, որովհետեւ մենք շատ լավ հասկանում ենք, որ առկա սպառնալիքի արժեվ անհրաժեշտ է ավելին անել, ասել է նա։ 2020 թվականին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ հանրապետության միջուկային զինանոցը կազմում է 300-ից պակաս մարտագլխիկ։ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար խաղաղության համաձայնագրին, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խատիբ Զադեն Աբու Դաբիի ռազմավարական բանավեճում ելույթ ունենալիս։ Այս ագրեսիայից հետո Իրանի դեմ Իսրայելի գործողությունը եւ Ֆորդոյի Նաթանզի եւ Սպահանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումը Իրանը դուրս եկավ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից հենց այն պատճառով, որ մենք մտադիր ենք հասնել խաղաղ միջուկային համաձայնագրի, ասել է իրանցի պաշտոնյան։ Նրա խոսքով Իրանի իշխանությունները կշարունակեն զարգացնել իրենց քաղաքացիական միջուկային ծրագիրը, ինչը հպարտության հարց է Իսլամական Հանրապետության համար։ Միևնույն ժամանակ ընդգծեց Խատիբ Զադեն, երկիրը պատրաստ է աշխարհին ապացուցել, որ չի ձգտում միջուկային զենք ձեռք բերել։ Բելարուսի պետական մաքսային կոմիտեի տվյալներով արդեն 800 լիտվական բեռնատարը տեղադրվել Բելարուսի հատուկ կայանատեղիներում։ Այս ծանր բեռնատարները մնացել էին հանրապետությունում լիտվական սահմանի փակվելուց հետո։ Բելարուսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրում մնացած ավելի քան 1100 լիտվական բեռնատարներ կտեղափոխվեն հատուկ կահավորված կայանատեղիներ։ Այդ վայրերում արդեն տեղակայված է 800 լիտվական բեռնատար, Պերեստովիցա անցագետում 350, Բենյակոնի 160, Կոտլովկա 220, Կամեննիլոկ 70, հայտնել է Բելարուսի մաքսային ծառայությունը։ Ֆիլիպիններում Ֆունգվոն գերթայֆունի զոհերի թիվը հասել է առնվազն 18-ի, այս մասին հաղորդել է ֆիլիպինյան ABS-CBN հեռուստաալիքը։ Կիրակի օրը Ֆիլիպինների հյուսիս-արևելքում գերհզոր թայֆուն էր, ավելի վաղ հաղորդվել էր առնվազն 8 մարդու մահվան մասին, իսկ մոտ 1.4 միլիոն մարդ տեղահանվել էր։ Երեքշաբթի օրը փրկարարները Ֆիլիպիններում սկսել են մաքրել ավերիչ թայֆունից հետո տեղի ունեցած ավերածությունները, շատ գյուղերում ջրերը նահանջել են, իսկ զոհերի թիվը հասել է 18-ի, հայտնել է աղբյուրը։
Եվրամիությունը նախատեսում է քննարկել Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին դեկտեմբերին Լվովում կայանալի գագաթնաժողովում։ Այս մասին հաղորդել է Politico-ն, հղում անելով իր ձեռքբերված նամակին։ Հրատարակության տվյալներով Բրյուսելը պատրաստում է նոր ծրագիր Ուկրաինայի եւ Մոլդովայի Եվրամիության անդամակցելու հայտերը առաջ մղելու համար։ Այն նախատեսում է, որ Ուկրաինան եւ Մոլդովան կսկսեն մշակել անդամակցության համար անհրաժեշտ գործնական բարեփոխումները առանց սպասելու Եվրամիության պաշտոնական հաստատմանը, այսինքն շրջանցելով Հունգարիայի վետոն։ Եվրամիությունը հույս ունի չեղյալ համարել Հունգարիայի վետոն, եթե վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցությունը պարտվի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Ծրագիրը կավարտվի դեկտեմբերի 10-ին։ Եվրամիության խորհրդի դանիական նախագահությունը հրավիրել է եվրոպական գործերի նախարարներին Լվովում Ուկրաինայի արևմուտքում կայանալիք նոր պաշտոնական գագաթնաժողովի ընդլայնման հարցը քննարկելու համար, հայտնել է պարբերականը։ Միացյալ Նահանգները պլանավորում է $500 միլիոն արժողությամբ խոշոր ռազմական բազա հիմնել Գազայի հատվածի Իսրայելի սահմանային գոտում։ Այս մասին հայտնել է Շոմրին պորտալը, հղում անելով իսրայելական աղբյուրներին։ Նրա խոսքով բազան նախատեսված է միջազգային կայունացման ուժերի կողմից օգտագործելու համար, որոնք կգործեն Գազայի հատվածում հրադադարը պահպանելու համար։ Պորտալի տվյալներով այնտեղ կտեղակայվեն մի քանի հազար զինվորներ։ Հոկտեմբերի 9-ին Իսրայելը վարմատական պաղեստինյան համաշարժումը Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջնորդությամբ համաձայնության եկան իրականացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի Գարիկ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի առաջին մասի, ինչպես նաև սահմանապահ զորքերի մասին օրենքի 4.1 հոդվածի առաջին մասի Գարիկ Մուրադյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, ասված է հրամանագրում։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը նոյեմբերի 10-ին վարչական վարույթ է հարուցել ուսումնասիրելու Ամուլսարի հանքի տարածքում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով խմելու ջրի հնարավոր աղտոտման դեպքը։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ վարույթի հարուցման հիմք է հանդիսացել համացանցում տարածված տեսանյութը։ Տեսանյութում ըստ նախնական տեղեկությունների երևում է, թե ինչպես է աշխատանքների արդյունքում պղտորվել խմելու ջուրը։ Համացանցում տարածված Ամուլսարի հանքի տարածքում շինարարական աշխատանքների արդյունքում խմելու ջրի աղտոտման վերաբերյալ տեսանյութի հիման վրա բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Նշված է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։ Ղազախստանի սննդի պայմանագրերի կորպորացիայի տվյալներով Ղազախստանը պատրաստ է ամսական Հայաստան մատակարարել մոտավորապես 15,000-ից 20,000 տոննա պարենային հացահատիկ։ Ըստ ընկերության մամուլի ծառայության երկուշաբթի օրը ղազախական ցորեն տեղափոխող առաջին գնացքը 30 տարվա ընթացքում առաջին անգամ հասել է Հայաստան։ Ադրբեջանի տարածքով 15 վագոնանոց գնացքը, որը տեղափոխում էր 1000 տոննա 4-րդ դասի պարենային ցորեն, հաջողությամբ փորձարկեց Ղազախստանից Ռուսաստանով, Ադրբեջանով եւ Վրաստանով անցնող նոր լոգիստիկ երթուղին։ Այս տարանցիկ միջանցքը կարող է ի վերջո դառնալ ղազախական հացահատիկի եւ այլ բեռների մշտական ուղին դեպի Երևան մատակարարելու համար։ Հաղորդվում է, որ սննդի պայմանագրերի կորպորացիան ներկայումս բանակցություններ է վարում հայ գործընկերների հետ, որոնք հետաքրքրված են ղազախական ցորենի կայուն մատակարարմամբ։ Սիսիական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել թե պաշտպանի, թե գլխավոր դատախազի կողմից։ Փաստինֆոն տեղեկացնում է, որ պաշտպանը պահանջում է բեկանել դատական ակտը եւ կայացնել արդարացման դատավճիռ։ Դատախազությունն էլ պահանջում է մասնակի բեկանել եւ որպես պատիժ կիրառել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով գործող զեկույցը վճռաբեկ դատարանի դատավոր Արտուր Պողոսյանն է դեռևս արկա չէ։ Տեղեկատվություն բողոքները վարույթ ընդունելու վերաբերյալ հիշեցնենք Սիսիական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը Աշոտ Երկաթը 2025 թվականի հոկտեմբերի 16-ին դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով հրազեն ռազմամթերք պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու, պահելու մեջ։
Ամերիկյան Թայհուն հրթիռային համալիրների տեղակայումը Ճապոնիայում ուղղված չէ Ռուսաստանի դեմ ագրեսիային։ Այս մասին հայտնել են երկրի արտաքին գործերի նախարարությունից, փոխանցում է Newsweek-ը։ Երկկողմ զորավարժություններն ուղղված են ԱՄՆ-ի համանման հրթիռների տեղայնական շարժական հնարավորությունների բարելավմանը եւ ուղղված չեն որևէ կոնկրետ երկրի կամ տարածաշրջանի դեմ։ Հրատարակությունը փոխանցում է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների խոսքը։ Փարիզի վերաքննիչ դատարանը բավարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզիի պաշտպանների դիմումը եւ որոշել նրան ազատել կալանքից դատական հսկողության տակ։ Այս մասին հայտնել է BFM TV-ն։ Սարկոզին, որը սեպտեմբերի 25-ին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման Լիբիայի կողմից իր 2007 թվականի ընտրաշավի ֆինանսավորման գործով հեռականիստի ընթացքում իր բանտային կյանքը նկարագրել է որպես մղձավանջ։ Le Point-ի տվյալներով նա բանտում սնվում էր միայն յոգուրտով, վախենալով օգտագործել բանտային սնունդը։ Լիբիական ֆինանսավորման գործը բացվել էր դեռ 2012 թվականին։ Մեդիափարթի հրապարակումից հետո, որտեղ նշվում էր, որ Լիբիայի իշխանությունները Սարկոզիի քարոզարշավին փոխանցել էին 50 միլիոն եվրո։ 2018 թվականին նրան մեղադրանք էր առաջադրվել կոռուպցիա եւ անօրինական ֆինանսավորման հոդվածներով, սակայն գործի առանցքային վկա Զիադ Թաքեդդինը 2020 թվականին հրաժարվել էր իր նախնական ցուցմունքներից։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Գազայի հատվածում հրադադարը բավականին փխրուն է։ Վերջինս ընդգծել է, որ այժմ ՄԱԿ-ում բոլորը կենտրոնացած են Գազայի իրավիճակի վրա, քանի որ 2 տարվա ընթացքում այնտեղ աղետ է տեղի ունեցել։ Փառք Աստծո, որ հրադադար է, բավական փխրուն, պետք չէ գայթակղվել, այդ հրադադարը պետք է շարունակվի, կոչ է արել դիվանագետը։ ԵՄ արտաքին գործերի նախարարության խոսնակ Անիտա Հիփերը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը չի կարող տրամադրել Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի նախապատրաստման ժամանակացույց կամ մանրամասներ, սակայն աշխատանքներն ընթացքի մեջ են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Մենք միշտ մտածում ենք, թե ինչպես կարող ենք ավելի մեծ ճնշում գործադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։ Պատժամիջոցների վերաբերյալ աշխատանքը գաղտնի է, ինչպես նաև ժամանակացույցը, բայց դուք պետք է իմանաք, որ մենք չենք թույլատրում մեր ջանքերը։ Բրյուսելում տեղ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է Հիփերը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը գազետավի փորձային տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տիրապետում է որոշակի գործիքներին, որոնք կարող են ոչնչացնել Եվրամիությունը որպես կազմակերպություն։ Նա պնդում է, որ Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Արևմուտքին եւ որ այդ պատերազմը մղվում է այդ թվում եվրոպական հասարակությունների ներսում։ Նրա գնահատմամբ այստեղ է, որ այն ծավալվում է ամենատպավորիչ կերպով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ունի գործիքներ ոչնչացնելու Եվրամիությունը որպես կազմակերպություն, բայց նաև Եվրոպան որպես մշակութային երևույթ։ Այս գործիքները ռուսական 5-րդ շարասյունն են, որը առկա է յուրաքանչյուր եվրոպական երկրում, ասել է Տուսկը։ Դժգոհ քաղաքացիների շարժման առաջին փոխնախագահ Կարել Հավլիչեկը խոստովանել է, որ Չեխիայի կողմից Ուկրաինային զինամթերք մատակարարելու նախաձեռնությունը կարող է մերժվել։ Նրա խոսքերը մեջբերել է այդ նեսը։ Նրա խոսքով շատ պաշտոնյաների վախեցրել են հեռացող կառավարությունը եւ միայն հիմա են սկսում արտահայտել իրենց իրական դիրքորոշումը Ուկրաինայի զինված ուժերին զինամթերք մատակարարելու նախաձեռնության վերաբերյալ։ Հավլիչեկը խոստովանել է, որ նախաձեռնությանը միացած երկրները կզարմանան։ Կառավարության ձևավորման եզրակացությունները բացահայտում են ավելի մեծ խնդիրներ, քան ANO շարժումը սպասում էր, ասել է Հավլիչեկը։ Հայկական երազ գյուղի հիշողության բլրի վրա լռությունն ավելի բարձր է խոսում, քան բառերը։ Ողբերգությունից 5 տարի անց մայոր Յուրի Շուկի եւ ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինայի կիսանդրիների մոտ ծաղկեպսակները ոչ միայն հարգանքի տուրք են, այլև լուր նախատինք։ Այստեղ, որտեղ ռուս զինվորականները եւ ՄԻՌ հիմնադրամի ներկայացուցիչները ծաղիկներ են դրել, կարելի է զգալ անցյալի եւ ներկայի հիշողության եւ քաղաքականության միջեւ անբաժանելի կապը։ Աններելի վթար 2020 թվականի նոյեմբերի 9-ին Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 18:30-ին Լեռնային Ղարաբաղում եռակողմ հրադադարի մասին հռչակագրի ստորագրումից մի քանի ժամ առաջ ռուսական Mi-24-ը ուղեկցում էր 102-րդ ռազմական բազայից եկող շարասյունը։ Նախիջևանից սահմանին գտնվող հայկական երազ գյուղի երկնքում ուղղաթիռը խոցվեց Ադրբեջանի տարածքից արձակված հրթիռով։ Անձնակազմի 2 անդամ զոհվեց, իսկ երրորդը ծանր վիրավորվեց։ Ադրբեջանը միջադեպն անվանել
արել է ողբերգական միջադեպ, վթար, պաշտոնական ներողություններ, փոխհատուցման առաջարկներ, բայց կարող են խոսքերը բուժել կորստի վերքը։ Մենք ոչինչ չենք մոռանա։ Միր հիմնադրամի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի ելույթը արարողության ժամանակ ցույց տվեց, որ շատերի համար այս վերքը դեռ արյունահոսում է։ Մենք նրանց կհիշենք ոչ թե որպես զովասերի, այլ որպես նրանց, ովքեր հավերժ մնացել են երկնքում, ասել է նա։ Սակայն նրա հաջորդ արտահայտությունը որոտի պես է հնչում, բայց մենք ոչինչ չենք մոռանա, ոչ Սիրիայում խփված մեր ինքնաթիռը, ոչ էլ Թուրքիայում զոհված մեր դեսպանին, եւ մենք ուղղաթիռում զոհված սպաներին նույնպես չենք ներելու։ Սրանք այլևս պարզապես վշտի խոսքեր չեն, այլ քաղաքական հայտարարություն զոհված օդաչուների հիշատակը ներառված է ամբողջ աշխարհում Ռուսաստանի կրած կորուստների ավելի լայն համատեքստում։ Իշուկի եւ Ֆեդինայի անունները, որոնք միշտ գրվել են Էրեբունի ավիաբազայի պատմության մեջ, դարձել են այս սգավոր ցուցակի մի մասը։ Պատերազմի վերջին օրվա տարեգրություն, այս միջադեպի պատմությունը դառը պարադոքս է։ Ուղղաթիռը խոցվել է 44-օրյա պատերազմի վերջին օրը հրադադարից ընդամենը մի քանի ժամ առաջ։ Օդաչուները կատարում են Շարասյան ուղեկցման սովորական առաքելություն աշխատանք, որը նրանք կատարել են հարյուրավոր անգամներ։ Այս սովորական թռիչքը դարձավ նրանց վերջինը։ Երասխի մոտ տեղի ունեցած ողբերգությունը դարձավ մի տեսակ բաժանման կետ։ Այն միաժամանակ գիծ քաշեց հակամարտության ակտիվ փուլի տակ եւ նոր գլուխ բացեց տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Արդյոք դա պատահականություն էր կամ սխալ կամ մարդկային կյանքերի վտանգի տակ գտնվող ցանկացած համաձայնագրի փոխրունության խորհրդանիշ։ 5 տարի անց հիշողության բլրի վրա ծաղիկները ոչ միայն հրաժեշտ են ընկածներին, այլև հիշեցում որոշ վերքեր երբեք չեն բուժվում եւ հիշողությունը կարող է լինել ոչ միայն հարգանքի տուրք, այլև զենք շարունակվող աշխարհակաղակական խաղում։ Եվ մինչ մայոր Իշուկի եւ ավագ լեյտենանտ Ֆեդինի հիշատակը ապրում է, նրանց վերջին թռիչքը շարունակվում է տարածաշրջանի պատմության եւ քաղաքականության մեջ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ինքը ընտրվել է ժողովրդի կողմից որպես պետության ղեկավար, ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, եւ որ Վաշինգտոնը Կիևի ռազմավարական գործընկերն է։ Նրա խոսքերն է մեջբերում Guardian-ը։ Թրամփն ընտրվել է ժողովրդի կողմից, ինչպես ես ընտրվել եմ իմ ժողովրդի կողմից։ Մենք պետք է հարգենք ամերիկյան ժողովրդի ընտրությունը։ Միացյալ Նահանգները մեր ռազմավարական գործընկերն է եղել երկար տարիներ, գուցե նույնիսկ տասնամյակներ եւ դարեր, ասել է Զելենսկին։ Նրա խոսքով Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները կիսում են ընդհանուր արժեքներ՝ ի տարբերություն Ռուսաստանի։ Երկրորդ օրը ես Ղարաբաղում էի եւ այն ինչ տեսել եմ, ինձ բերել է 1-2 օրվա ընթացքում համոզմունքի, որ այս պատերազմում մենք պարտվելու ենք։ 2020 թվականի 44-օրյայի ժամանակ ես ունեի գործողությունների կոնկրետ պլան։ Երրորդ օրը հասկացա, որ պատերազմը պարտվելու ենք։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է 3 նոյեմբերի 9-ի խորհրդանշական օրը տված TV5-ի հարցազրույցում ասել, անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմին։ Եվ իմ գնալուց հետո 2 շաբաթ ես մնացել եմ Ղարաբաղում, ամեն օր Արկադի Ուկասյանի եւ Բակո Սահակյանի միջոցով փորձում էի հորդորել Արայիկ Հարությունյանին, որ անեն ամեն ինչ պատերազմը կանգնեցնելու։ Ակնհայտ էր, որ մենք պարտվում ենք։ Նույնիսկ ես առաջարկեցի այն ժամանակ հանդիպենք նախկին նախագահներով եւ ներկա նախագահով, թեկուզ Արայիկ Հարությունյանի նկատմամբ իմ վերաբերմունքը հայտնի է։ Ինքը չպետք է հայտնվեր այնտեղ նախագահի պաշտոնում։ Բայց այն ամենը ես ինքս գնացի, ես ինքս դա առաջարկեցի եւ ես ունեի կոնկրետ պլան գործողությունների, թե ինչ է պետք անել։ Պաշտպանությունը կազմակերպելու տեսանկյունից շատ կոնկրետ առաջարկներ են։ Եվ զուգահեռ իհարկե անել ամեն ինչ, որ առաջ պատերազմը կանգնեցնի։ Ինքը մերժեց։ Չուզեց հանդիպել եւ Բակո Սահակյանի միջոցով փոխանցեց հետեւյալը. եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, ինձ Հայաստանի վարչապետը ուտելու է։ Ուղղակի իր բառը։ Ինձ կուտի։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։ Իսկ կադրային քաղաքականությունը հետևյալն էր, ինքը չէր վստահում բանակին եւ ուզում էր բանակում կարևոր պաշտոններում ունենալ լոյալ մարդկանց։ Ես չի տեսնում նորմալ կառավարում բանակի ուղղակի չկա։ Որովհետև միջև այդ այնպիսի փոփոխություններ էր կատարվել հրամանատարական կազմում եւ առանցքային պաշտոններում նշանակվել են մարդիկ, որոնց հակով չէր այս պատերազմը։ Սա ակնհայտ երևում էր։
Իսկ կադրային քաղաքականությունը հետևյալն էր, ինքը չէր վստահում բանակին եւ ուզում էր բանակում կարևոր պաշտոնների վրա ունենալ լոյալ մարդկանց։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում եւ Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-ից 3-ը 8-ից 12-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը 8-ից 9-ից 3 աստիճանաբար կբարձրանա եւս 2-ից 3 աստիճանով։